Նախորդ դարի կեսերից նշվող երեխաների պաշտպանության միջազգային օրը թերևս ամենաբարի ու սպասված տոնն է աշխարհի բոլոր ժողովուրդների համար։ Հայերիս համար երեխաները միշտ են եղել պաշտամունքի աստիճան թանկ ու գնահատված, եւ ըստ այդմ բնավել զարմանալի չէ, որ յուրաքանչյուր անգամ այս տոնին մենք պատրաստվում ենք ամենայն բծախնդրությամբ։ 2013-ի հունիս 1-յան Երևանն էլ ավելի տոնական ու ժպտադեմ էր։ Մայրաքաղաքն ապրում ու շնչում էր մանկան անկեղծությամբ, ամենուրեք անհոգ ու զրնգուն մանկան ծիծաղ եւ հազարավոր փոքրիկների գոհունակ դեմքեր։ Մանուկներին նվիրված բազմատեսակ միջոցառումների պակաս մայրաքաղաքը հաստատ չուներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ միջոցառումներ էին կազմակերպվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Երևանն առլեցուն էր մանուկների շնչով։ Քաղաքում շատ ուրախ է, այսօր մեր տոնն է, ուրախանում ենք։ Այսօր հունիսի 1-ն է, բոլորը երջանիկ են։ Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն։ Օրվա խորհրդին համահունչ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առավոտյան հյուրընկալեց մի փոքրիկի, ով իր ֆենոմենալ հիշողության կարողությամբ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում։ 8-ամյա Սիմոնը անձամբ էր դիմել քաղաքապետին հյուրընկալվելու խնդրանքով։ Այս փոքրիկն ամբողջությամբ գիտի աշխարհի քարտեզը, բոլոր պետությունների մայրաքաղաքներն ու դրոշները, նաև պատասխանում է տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ 200 հարցերի։ Շնորհավորելով փոքրիկին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրան անհոգ մանկություն ու նորանոր ձեռքբերումներ։ Արդեն կեսօրին քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելեց կավճանկարչության յուրովի մրցահարթակի վերածված Ազատության հրապարակ։ Մանկան երևակայության արգասիքներն այստեղ ամենուր են, ամեն քայլափոխի, եւ որ ամենակարևորն է, մանուկների մտքի ազատ թռիչքն այստեղ իրոք սահմաններ չունի։ Գիտեք, հա ինչ օր։ Այսինքն ձեր օրն է, հա։ Տարոն Մարգարյան, որ մեծանաք, լավ մարդիկ դառնան։ Ոնց է սա։ Լավ է, դե շնորհավորում եմ բոլորին։ Լավ սովորեք, հունիսի 1-ի կապակ։ Ինչ նկարեցիք, էլի չէ։ Հələ չես հենց ազատ է, հենց ստեղ է նկար։ Նկարում եմ Արարատը, որի վրա եկել է Նոյ Նահապետի նավը։ Ես նկարում եմ խաղաղություններ, ծառեր, արև եւ ամպեր եւ իհարկե աղավնի, խաղաղության նշանը։ Շատ ուրախ անցնում, համ խաղեր կա, համ համեր։ Բավականին շատ տեղեր տեսանք այդ երեխաների հավաքույթները, շատ հաճելի է ծնողների համար, այս ամեն ինչը նկատել։ Բոլոր ծնողներն էլ երեխաներից երևի ավելի շատ ուրախանում են այս օրը։ Մեր երեխաներին այդպիսի մի բան է պետք, ազատություն տալ, հնարավորություն տալ, որ իրենց բացահայտեն։ Մի հատ տեսեք ինչ է կատարվում շուրջը։ Շատ շնորհակալություն քաղաքապետարանին, որ ցենց լավ միջոցառումներ կազմակերպեն մեր երեխաների համար, շատ ուրախ ժամանակ ենք անցկացնում։ Մարդաշատ ու տոնական էր նաև մայրաքաղաքում կազմակերպված բազում միջոցառումներից մեկի կենտրոնատեղիի վերածված հաղթանակ զբոսայգին։ Տոնական միջոցառումներն այստեղ մեկնարկել էին դեռ վաղ առավոտից։ Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների եւ նրանց ծնողների հետ ու շնորհավորել նրանց մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն։ Կազմակերպված է երեխաների համար անմոռաց օր։ Կարևորը մեր երեխաները լավ են զգում։ Ստացված է տոնը։ Շնորհակալ ենք Տարոն Մարգարյանին։ Այգու բեմահարթակից իրենց ելույթներով երեխաներին ողջունում էին մանկական համույթները։ Երևանի քաղաքապետարանի եւ ուրախ ժամանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համատեղ նախաձեռնությամբ հաղթանակ զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10-ից 13-ը մինչև 15 տարեկան երեխաների համար անվճար էին նաև զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոնները։ Այգին եռում էր մանուկների անցուդարձով ու ամեն ինչ հուշում էր, որ օրը տոնական է։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ողջ օրվա ընթացքում երեխաների համար անվճար էր նաև Երևանի կենդանաբանական այգու մուտքը։ Այստեղ եւս փոքրիկների համար տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ էին կազմակերպել, որոնք ուղեկցվում էին խաղերով ու վիկտորինաներով, իսկ հաղթողներին էլ տրվում էին հատուկ մրցանակներ։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր հունիսի 1-ն է։ Ես իմ ընկերներին կմաղթեմ առողջություն։ Երուզերը երեխաների շարժը, նրանց ուրախությունը, ժպիտը աչքերի, հենց այդ ժպիտի համար մենք շատ շնորհակալ ենք քաղաքապետի։ Լավ է, միշտ երեխեքի համար պետք է ամեն ինչ անել, որ իրանց համար երջանիկ կյանք լինի։ Մայրաքաղաքը մանկան շնչով առլեցուն մնաց ողջ օրվա ընթացքում։ Դրան անշուշտ նպաստեց նաև երեխաների սիրած մթերքների, քաղցրավենիքների ու ըմպելիքների առատությունը, որոնք արտադրող ընկերությունները տոնական այդ օրը մայրաքաղաքի տարբեր հատվածներում անվճար տրամադրում էին փոքրիկներին։